Կողմերի երջանկությանը, իսկ Արամը երջանկության։ Իսկ Ջուլին այնքան գեղեցիկ է, այնքան տարբեր, ուրիշ եմ կարող նրանց վերջանանալ։ Շատ վերցնելու ես, վերցնելու ես Արամին։ Ջուլի, ես երբեք չեմ եղել Փարիզում, չեմ տեսել Էրբելյան աշտարակը, չեմ ճաշակել փարիզյան խորտիկները, բայց սիրեցի Ֆրանսիան, որովհետև դու հաջողություն ունեցար թողնել քո երկիրն ու գալ Հայաստան, ուրեմն սիրում ես։ Ես կփորձեմ սիրել Հայաստանն այնպես, ինչպես Արամին եմ սիրում։ Օй, լավ է, բենոջը Այ Ջուլիկ, արի կողս նստի, Ջուլիկ ջան, մի արի, բալիս արի նստի էլը բրոք։ Դե Ջուլիկ ջան, ծոնը փոքր, էսել սողոմոնը, օպերով սկնացեք չեկով սողոմոնը։ Թող լավ դեր Ջուլիկ ջան, արի, աղանդը ցույց տգուն է, այ բալա։ Հələ, վերցրախց, մի ցույց տուր, տերով չոտ, բիզոններով։ Pardon, mommy. Pardon, Zoran. Լսան ինչ կսե pardon. Էսի գերքակ ու դիզայները, վայ, էսի դիզայներ չեմ, ահա փորձա։ Բալա ջան, բալա։ Pardon. Ժոլի, գնանք խոհանոց, օգնելու բան կլինի։ Օգնենք գոնենք։ Տան, գիտես ինչու եմ սիրում, երբ դու պատմում ես քո պատմությունները։ Տատոտ լեզին սուր է, բալա չսուր։ Ոչ, որովհետև դու միշտ ճշմարտությունն ես ասում, անկեղծ ու պարզ։ Արամ ջան, մի արի ճշմարտություն ասեմ, բալես։ Արամ, որդիս, ես չեմ հասկնա, Ժուլին օտար է, օտար լեզու, օտար սովոր, ես չեմ կարողացնում։ Տան, բայց երբ դու պապը նոր եք ծանոթացել, պապի մայրը նույնը չէր ասում, դու գյուղից էիր, պապը Երևանից, ինտելիգենտ ընտանիքից։ Հայ Արամ ջան, մերը ուրիշ էր, մեկ հայ ենք, երկուսս էլ հայ ենք, բալես։ Բայց տարբեր էիր, դու գյուղի պարզ աղջիկ, պապը ուսումնարած, նվագել գիտեր, դասական երաժշտություն էր սիրում, բայց նա քեզ ընտրեց։ Ժուլին մեր լեզուն չի հասկանում, բայց այսօր, երբ դու պատմում ես պատերազմի մասին, նա լաց էր լինում, նա զգում էր քո ցավը։ Արամ ջան, դե զգալը բավարար չի, զգալը բավարար։ Իսկ ինչն է բավարար։ Տատ, դու ինձ միշտ ասել ես, որ մարդիկ սպտով է չափվում։ Ժուլին ուներ լավ աշխատանք Փարիզում, ընտանիք, ամեն ինչ, բայց նա այդ ամենը թողեց, որ գա ինձ հետ այստեղ, որովհետև նա ուզում է սովորել մեր լեզուն, սովորել մեր սովորույթները։ Որ սովորի տանի իրեն քեզ երկիր։ Տատ, ես ոչ միտեղ չեմ գնալու, Հայաստանն իմ տունն է, Ժուլիին ես բերել եմ այստեղ, որովհետև ուզում եմ, որ ապրի մեզ հետ, քեզ հետ։ Անձի հետ։ Տատ, դու ինձ միշտ ասել ես, որ ընտանիքը սեր է, հոգատարություն։ Ես Ժուլիին սիրում եմ, և դու գիտես, թե դա ինչ է նշանակում։ Ժուլին ուզում է դառնալ մեզնից մեկը, բայց առանց քո օրհնության չի կարող դա անել։ Ժուլին սովորեցրու հայ լինել, եթե դու ընդունես նրան, մենք կդառնանք ընտանիք, իսկական ընտանիք։ Ապա որ ես չկրնամ լավ տատ ելել, ձեր երեխեքի համար սով։ Տատ, նայիր ինձ, քո թորանը, տեսնում եմ, քո նման իմաստուն տատը արդեն գիտի պատասխանը։ Արամ ջան, ու այնքան փելացի է, սնձի պես հին կնիկը չի կրնամ քո հետ վիճել։ Եվ ումից եմ սովորել։ Վայ, Ժուլի ջան, ես ինչ ես վեր, ես մեր օրդավոր տեսնի գուրախնա, իքուրա։ Ցիթուն սալատ, վերդանատուղ է, սա բնական կանեչ աղցան է, շատ առողջարար։ Ծոարամ, Ջուլիկի տսա, մենք բանջար գուտենք մենակ էլի ժամանակ, երբ որ կողքը թիքանա խորոված կեղնի։ Դա իրական սնունդը, ոչ ես, բնական ունակ։ Ժուլի, դու փայլում էվի ամբողջ ես տերևներն եք էլի ուտում, որ սենց թափանցիկ եք։ Արոյք տորմեն բերի չեղա։ Բերում եմ։ Տորմեն բերում։ Իսա փոք, իրավ։ Փոքիկ պատրիտիկներ, սա արվեստ է։ Չէ, բալես, այդ տորմայա, մսոտ
դիվանագիտությունով, փիլիսոփայություն, համբերություն, չտոմա։ Ախ, երեխեքս, լավ մի հատ օգնեք։ Դե Ջուլիկ ջան, դու ֆրանսուհի ես էլ հայ եղեցի։ Արամի սիրտը քեզի կտրված ես, դա կնշանակի, որ դու լավ աղջիկ ես։ Արամ ջան, օրհնեմ բծեզի, բայց Ջուլիկի տասա որ շուտ սովի մեր կյանք։ Դու դեռ կսիրեր Հայաստանը, մենք ես։ Օ, մերսի բոքու մամի։ Սիրանուշ, դու կլինես իմ ամենալավ ուսուցիչը։ Իհարկե Ջուլի, միասին կսովորենք, ես քո Փարիզից, դու իմ գյուղից։ Լավ դե երեխեքս, եկեք հիմա բոլորս նստենք սեղանի շուրջ։ Եկեք։ Իս դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղայք ինչ-որ բանի, որոնց պետք չէ ասել, թե ինչ պետք է անեն, որովհետև գիտեն, և հենց այդպես էլ անում են։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք գիտակցում են երջանկության կարևորությունը և քարոզունդը, մարդիկ, որոնք կատակների միջոցով սովորեցնում են մեզ հումորով ընդունել կյանքը։ Մարդիկ, որոնք չեն դադարում անօգնություն։ Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր վարակում են իրենց էներգիայով։ Ինձ դուր են գալիս բարձ ու անկեղծ մարդիկ, որոնք հելամիտ փաստերով հակատեղելու իրաքաջի որոշումներին։ Համերաշխությունը, բարությունը, հարգանքը, ուրախությունը և սերը հիմքերն են մարդ կոչվելու համար։ Ինձ դուր են գալիս այդ տիպի մարդիկ, քանի որ նրանց ունենալով լավ են վարձատրում։